շարունակում է աշխատել Meridian Expo կենտրոնում, հիշեցնեմ, սա Digitech-յան 3-րդ օրն է, իսկ մեր տաղավարում է Gamper Startup-ի համահիմնադիր տնօրենը Հարմիկ Ազարյանը։ Հարմիկ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ դուք ժամանակ գտաք ու այս պահին մեր տաղավարում եք։ Կպատմեք, թե ինչպես ստացվեց, որ դուք ներկա գտնվեցիք այս անգամ Digitech-ին եւ այդ համագործակցության արդյունքում ինչ հնարավորություններ եք ձեռք բերել։ Բարև ձեզ, շնորհակալություն զրուցելու հնարավորության համար։ Ես իրականում, քանի որ նոր ենք սկսել ստարտափը, մենք մտածում ենք արդյոք մի քիչ շուտ չի մասնակցել Digitech-ին, թե չէ։ Միանշանակ կարող եմ ասել, որ ամբողջությամբ արժ էր մասնակցել, նույնիսկ early stage startup լինելով, որովհետև թեկուզ հին ծանոթներ նորից շփվելու հնարավորությունը, մենք այստեղ հնարավորություն ենք ունեցել շփվել բազմաթիվ ոլորտում հայտնիների հետ, իրանցից խորհուրդներ հարցնել, մի խոսքով կապեր ստեղծելու լավագույն դեր։ Շատ լավ միջավայր է այդ կապեր ստեղծելու համար եւ նաեւ մեզ մոտ տպավորվել այն փաստը, որ բոլորը լինելով նոր ստարտափ, բոլորը ընդառաջ են գալիս եւ փորձում են խորհուրդներով օգնել։ Այդ իրականում շատ մեծ անսպասելի երևույթ էր մեր համար, որի համար շնորհակալ ենք։ Շատ լավ, գնալով արդեն հիմնական ստարտափի անելիքներին, ինչի մասին է Gamper-ը, անունը գրավիչ է, բովանդակությունը ինչի մասին է։ Տեսեք, բազմաթիվ պրոդուկտներ եմ ստեղծել վերջի 15 տարվա ընթացքում, լինել դա կառավարության Բրիտանիայում կառավարական թվայնացման ոլորտում եմ աշխատել, Թումոում պրոդուկտներ եմ ստեղծել, հեգև ես վերջերս պետական ծառայությունների թվայնացմամբ եմ զբաղվել եւ տարբեր ոլորտներում առհասարակ նմանատիպ խնդիրներ են լինում բոլոր դեպքերում, երբ որ դու նոր ընկերություն ես կամ քո պրոդուկտը կամ ծառայությունը թվային փորձում ես մատուցել լայն հանրությանը, միշտ նմանատիպ խնդիրներ են լինում։ Օրինակ, դիզայնի մեջ ինչ-որ սխալներ են լինում, որի արդյունքում հաճախորդները դուրս են գալիս ձեր հավելվածից եւ մտնում են այլ հավելված, կամ հավելվածը ընդհանրապես չի աշխատում եւ մենք զանգերից ենք իմանում, որ ինքը չի աշխատում, կամ կոդը փոխվում եւ այդ կոդի փոփոխության արդյունքում ինչ-որ հաճախորդների դոկումենտացիայի, այդ սպասարկման դոկումենտացիային պետքա փոխվի եւ այդ սովորաբար ամեն ինչը ձեռքով է արվում կամ ուշ գիշերվա զանգերի միջոցով կամ չաթերի միջոցով Gamper AI-ը ինքը գործիք է, որը Gamper-ի նման կանգնում է ձեր հավելվածի ամենակարևոր դռների մոտ եւ ստուգում է արդյոք ինչ-որ մի բան են չի, հաճախորդների վիդեոների միջոցով վերլուծում է, հաճախորդների դուրս գալու պահերը երբ են լինում, պրոդուկտը արդյոք աշխատում է թե չէ, կոդի մեջ ինչ է փոխվել եւ ավտոմատ AI-ի միջոցով այդ ամբողջը դրվում է հաճախորդների սպասարկման թիմին, երբ որ հաճախորդը գրում է ձեզ օրինակ հարց ունի հավելվածի կամ սայթի հետ կապված, այդ ամբողջ ինտելիջենսը մենք տալիս ենք հենց սպասարկող օպերատորին։ Ինքը տեսնում է այս մարդը երբ է մտել, ինչ է արել, թեկուզ սոցիալական ցանցերում ինչ է ձեր մասին պատմել, եթե իհարկե պատմել։ Այո, եւ օգնում է որպեսզի հաճախորդներին ավելի լավ սպասարկի թիմը ամբողջությամբ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սա նաեւ այն թեստավորման մասին, այսինքն թեստավորել թե ինչպես է համակարգը առհասարակ աշխատում։ Կարող ենք ասել, որ դուք հենց թեստավորմամբ էլ զբաղվում եք։ Մի Gamper-ը նաև թեստավորմամբ է զբաղվելու, դեռ ինքը ստեղծված չի, մի քանի հատ ունենք, բայց նաև է դա անելու, այսինքն այն ամենակարևոր գործիքները, որ մեկնարկելու ժամանակ պետք են, մենք տրամադրում ենք եւ սովորաբար դա արվում է անձերի միջոցով, բայց մենք փորձում ենք այդ ամեն ինչը դե օգտագործելով AI-ի շատ լայն հնարավորությունները, փորձելու ենք այդ ամեն ինչը ներառել նաև մեր հարթակում։ Այ ասում եք AI-ի շատ լայն հնարավորությունները, այդ հնարավորություններից ամենաառաջնայինները կուզեմ նշեք, թե որն է, որ ձեզ այս պահին, ձեր ստարտափին շատ օգնում է, կարողանում եք իր հետ աշխատել, համագործակցություն եք ձեռք բերում, ձևավորում, որոնք են դրանք այդ գործիքները։ Շատ հետաքրքիր հարց է իրականում, այս պահին բոլորը գիտեն, որ ChatGPT-ն է AI-ը եւ ինչ ուղարկում ենք ChatGPT-ին, մենք պատասխան ենք ստանում, բայց այդ AI-ի ընդհանրապես մի գործիքներից մեկն է եւ իրականում շատ փոքր մասն է, կան բազմաթիվ open source կոչված մոդելներ, որոնց կոդը բաց է եւ մենք կարող ենք դրանց մասնագիտական ամեն մի ոնց որ targeted AI է կոչվում, ինքը օրինակ վիդեոների վերլուծության համար մոդելներ կան, որը GPT-ն չի օգտագործում, բայց եթե մենք կարողանանք դրանից օգտվենք,
տվենք, մենք ստանում ենք շատ ավելի լայն հնարավորություններ։ Կան օրինակ voice-ի analysis-ով զբաղվող AI մոդելներ, իրանք էլ GPT չեն, բայց շատ ավելի լայն հնարավորություններ ունեն։ Մենք փորձում ենք ամեն մի դեպքի համար, ամեն մի use case, sense ասած use case-ի համար ճիշտ open source AI մոդել օգտագործենք, որը զուտ ChatGPT ուղարկել չի, այլ շատ ավելի լայն հնարավորություններ կան AI-ում, էլ չասեմ այլ ոլորտներում, օրինակ, չգիտեմ, կրթության մեջ, ամեն ինչի մեջ ինքը կիրառվելու է AI-ը եւ ինձ թվում է աշխարհը շատ է փոխվելու դրա արդյունքում։ Կասեք, թե որ ոլորտների հետ եք ավելի հաճախ աշխատում, համագործակցում ու եթե անգամ այս պահին այդ համագործակցություններ չկան, ում հետ եք պատկերացնում ձեր ամենամեծ համագործակցությունները։ Իրականում մենք ամենաշատը աշխատում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք իրանց առաջին 1000 user-ներ կամ հաճախորդները ձեռք են բերել եւ այդ ամենակարևոր պահն է, որ իրանք սկսում են ընդլայնանալ։ Եվ այդ պահին ամեն մի հաճախորդը կամ օգտատերը արժի 10,000 այլ սովորական հաճախորդների, որովհետև եթե այդ մի հաճախորդը կամ օգտատերը դժգոհ եղավ, ձեր կամպանիան կամ ստարտափը կամ բավական է, չէ՞, մեկ դժգոհ հաճախորդ։ Այո, մանավանդ շուտ այդ early stage ժամանակներում։ Այսքան ինչքան ժամանակ է որ դուք կաք, Gamper ինչքան ժամանակ է որ գործունեություն է ծավալում ու այդ ժամանակահատվածում ամենաշատ այդ խնդիրները, որոնց հանդիպել եք, որոնց հարցով ձեզ դիմել են, ասել են, այ Gamper-ը հենց այստեղ պիտի աշխատի, որոնք են եղել դրանք։ Օրինակներով նաև եթե հնարավոր է։ Մենք 6 ամիս արդեն աշխատանքները տարում ենք հունիսից։ Տեսեք շատ հետաքրքիր խոսակցություններ են եղել, ամենահետաքրքիրը կարող եմ պատմել Մեծ Բրիտանիայում կազմակերպություն կա, որը արդեն թվայնացված տրանսպորտային համակարգ է ստեղծում եւ իրանք շատ հետաքրքիր case ունեն, մարդիկ շատ են զանգում կոնտակտային կենտրոն, իմանալով թե այս ավտոբուսը ոնց նստեմ, որ հասնեմ իմ ուզած տեղը։ Մենք համագործակցում ենք այդ երթուղիների միջավայրի analysis-ի արդյունքում ստանալ մի AI Gamper, որ այդ ամբողջ հարցերը կպատասխանի շատ հեշտ ու արագ։ Ահա, այստեղ քաղաքապետարանը տաղավար ունի ներկայացված են, արդյոք այդ մասը Խոսացել ենք, լիքը հետաքրքիր բաներ են անում այդտեղ եւ իրոք այդ տիպի кейսերը շատ մարդկանց կօգնի։ AI-ը համոզված եմ այդ հիմնական кейսերը, երբ որ մարդիկ մեծ հոսքով զանգեր են անում տարբեր կենտրոններին կամ գրում են հիմնական ստանդարտիզացված հարցերով, AI-ը շատ հեշտ կարող է լուծի այդ ամբողջը եւ մեր առաջի շփումները հենց այդ տիպի կազմակերպությունների հետ ա եղել, մանավանդ այս տրանսպորտի դեպքը շատ հետաքրքիր է, որովհետեւ ինքը նորաստեղծ է եւ փորձում են թվայինը առաջինով սկսեն, այսինքն եթե չլինի նույնիսկ զանգեր դրա հետ կապված, այլ ինքը ավտոմատացված լինի ամբողջությամբ։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք ոչ միայն հայաստանյան շուկայի հետ եք աշխատում, այլ նաև դրսի շուկայի հետ։ Ձեր օրինակից դա հասկացա ես։ Հա, քանի որ բոլոր տեղերում կան հաճախորդներ կամ օգտատերեր եւ բոլոր տեղերում AI-ի կարիքը կա, մենք մեր նշաձողը դրել ենք, որ մենք լինենք ի սկզբանե գլոբալ կազմակերպություն եւ մատուցենք գլոբալ ծառայություններ։ Իսկ դրսի շուկաներում ոնց են ընկալում առհասարակ հայաստանյան ստարտափերին, ընկերություններին հայկական մատուցված ծառայությունը ինչ որակի մասին է պատմում։ Իրականում ես վերջերս Լոնդոնում իմ գործընկերներից մեկի հետ լանչ ենք անում եւ պատմում էի թե Հայաստանում ինչ ակսելերատորներ կան, ինչ ինկուբատորներ կան տեխնոլոգիական ոլորտում եւ երբ որ ես ասացի, որ օրինակ կա Հայաստանում plug and play ինկուբատոր, որը օգնում է ստարտափներին իրանց առաջի քայլերում, ինքը զարմացավ եւ ասաց իրոք այդպիսի բան կա, բացեց հեռախոսով, ասի հա կա ու ինքը արդեն սկսեց հետաքրքրվել, դե Հայաստանում ինչ է զարգանում եւ արդեն մենք իրար հետ շատ հաճախ շփումների մեջ ենք արդեն եւ հարցեր տալիս, ես էլ պատասխանում եմ ինչ նորություններ կան։ Իմ ուզում եմ ասեմ արդեն հետաքրքիր կետ է եւ գնալով ավելի է հետաքրքիր դառնում, թեկուզ փոքր բաներից սկսած մինչև հիմա այսպիսի իվենտներ էլի ամեն ինչի մեջ մենք արդեն սկսում ենք մեր քայլերը անել տեխնոլոգիական ոլորտում եւ չասեմ այդ մեծ պրոջեկտների մասին, օրինակ Firebird-ի AI գործարանը, որը ուղղակի հրաշալի հնարավորություն է երկրի զարգացման համար։ Առհասարակ Հայաստանում ստարտափերը ինչ հնարավորություններ ունեն զարգանալու համար, առաջ գնալու համար ու
նաև այն հնարավորությունները, որոնք չկան, դրանց մասին էլ կուզեմ, որ մեզ պատմեք, ինչա պակասում հայաստանյան շուկայում, որ այ դրսում տեսնում եք, ասում եք լավ կլիներ, որ այս սա լիներ Հայաստանում մեզ ավելի շահավետ կլիներ, մենք ավելի մեծ քայլերով առաջ կգնայինք։ Այդ մասին կուզեմ բարձրաձայնեք, որպեսզի լսողները, ովքեր ոլորտի ներկայացուցիչներն են, որոշում կայացնողներն են, այդ մասով լսեն, հասկանան, գան համագործակցեն ու ավելի մեծ շանսեր տան ձեզ։ Դե առաջին հերթին պետք է ասեմ, որ այն ինչ որ մենք տեսել ենք, մեզ շատ օգնել է։ Ի սկզբանե այդ ինկուբատորներից information-ը, որ կա սայթերում, բոլոր տեղերում, ինքը իրոք որակյալ content կա արդեն Հայաստանում ստարտափ անելու հետ կապված։ Ինչն է պակասում, ես կասեի մի փոքր այդ իրավաբանական տեսանկյունից ստարտափի գրանցման, այդ intellectual property գրանցման հետ կապված, այդ ամեն ինչի հետ մտավոր սեփականության trademarking-ից սկսած միջև այդ registration, օրենքի դաշտում միգուցե դա կապ ունի նրա հետ, որ ես իրավաբան չեմ եւ նոր եմ փորձում այդ ամեն ինչի մեջ մտնեմ, բայց ամեն դեպքում ինձ թվում է այդտեղ որ մի փոքր ավելի հեշտացրած լինի, շատ լավ կլիներ եւ նաեւ պրոդուկտների տեսանկյունից այս վերջերս հետաքրքիր ներկայացում եղավ տաղավարներից մեկում եւ որ Հայաստանը արդեն պետքա դառնա ոչ թե ծառայություններ մատուցող կետ աշխարհում, այլ արտադրող պրոդուկտներ, որոնց օգտատերերը կլինեն ամբողջ աշխարհում եւ ես ամբողջությամբ կիսում եմ այդ գաղափարին եւ շատ իմ համեստ փորձը անում եմ այդ ոլորտում, որպեսզի Հայաստանը եւս ունենա մի հատ պրոդուկտ, որը հաջողություն կունենա։ Շատ լավ։ Ինչպիսի նշաձողեր եք սահմանել Գամփրի համար եւ ձեր հաղթանակելու հաջորդ կետը որն է, որին ձգտում եք այս բանը։ Այդ դրսի շուկայի հետ աշխատում եք, ներսի շուկայի հետ աշխատում եք, ինչ եք ուզում անել հաջորդ քայլով։ Ամենակարևոր նշաձողը, որ սահմանել ենք, մենք 1.5 ամսից Ֆինլանդիա ենք գնալու մասնակցելու աշխարհի ամենամեծ ստարտափ իվենթին, Slash-ա կոչվում Հելսինկիում է։ Մեր պրոդուկտը այդտեղ բացելու ենք, պաշտոնապես, այսպես ասած, գրանցումների համար։ Եվ մենք նշաձող ենք դրել, որ եթե մինչև մյուս տարվա հունիսին մենք չունենանք տասնյակ հազար օգտատերեր, մենք fail ենք եղել ու միգուցե շատ բարձր նշաձողադրած, բայց դա մեզ ստիպելու է շատ աշխատել գիշերներ չքնելով։ Ես հույս ունեմ, որ մենք առիթ կունենանք զրուցելու ու հաջողելու մասով առիթ կունենանք զրուցելու։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Մեզ հետևողներին, ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցը Գամփր ստարտափի համահիմնադիր տնօրեն Հարմիկ Ազարյանն է, իսկ տաղավարում շարունակում է ձեզ համար աշխատել Մոնիկա Մամյանը, հետևեք մեզ, կհանդիպենք։